պատրաստ եք։ Նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիս Գյումրու տոնի կապակցությամբ, ցանկանում եմ ամենայն բարիք մեր քաղաքին, մեր մարզին։ Հատկանշանական է, որ օրը այնպեսի օր ենք ընտրել, որպեսզի կապված լինի Գյումրու տոնու հետ։ Գրասենյակի բացումը վստահ ենք բավականին լավ արդյունքներ ունենալու, որովհետև գրասենյակի ներկայության պայմաններում շատ ավելի հեշտ ու լավ կլինի մեր քաղաքացիների հետ շփվելը, կհասկանան խնդիրները, հնարավոր հնարավորությամբ մեր սահմաններում անհրաժեշտ գործողությունները կկատարվեն։ Ինչ վերաբերում է օրը նշելու հետ, ինչպես նշեցի, օրը անցկացնել հենց այսօր, ցանկանում ենք այնպիսի օր լինել, որ կապված լիներ Գյումրու տոնի հետ, որովհետև մեր անձնական կարծիքով հենց այս տոնը եւ նաեւ գրասենյակի բացումը լինելու է բեկումնային մեր քաղաքի համար։ Ինչպիսի թիմով եք աշխատելու այստեղ, ձեր առաջնահերթությունները որոնք։ Առաջնահերթությունները, տեսեք, քանի որ մեր շարժումը կամավորական շարժում է, մենք հավաքագրելու ենք բոլոր այն կամավորներին, ովքեր ցանկանում են միանալ մեր թիմին, գալու են տեղում գրանցվեն, շփվենք, դրանից հետո արդեն հասկանալու ենք քաղաքացիների խնդիրները, բառիկ ու իմաստով շփվելու ենք վերջիններիս հետ, իրենց իսկ օգնությամբ նաև վեր ենք անելու բոլոր կարևոր ու այս պայնա, որ հասարակ պրոբլեմները ու փորձելու ենք արտադրություններ ստալ։ Թիմը այս պահին լինելու է 6 հոգի, բայց վստահ եմ շատ մոտ ժամանակահատվածում շատ ավելի մեծ թիմ կլինի, թիմը պրոֆեսիոնալներ են, եւս մեկ անգամ կրկնում եմ, ու թիմի անդամները նաև ոչ քաղաքական անդամներ, այսինքն խոսում ենք միայն մասնագետների մասին։ Միջոցառումներ քննարկվում Հասկացում են, ինչպես գիտեք, քաղաքի տոնը իրականացվում է իմ կողմից ներկայացված առաջարկը, որը քննարկել եմ մեր ձևօրճարման անդամների հետ, պարոն Նարեկ Ղարաբեդյանի հետ։ Նմանատիպ միջոցառումներ հույս ունենք, որ էլի են լինելու, սա միանշանակ վերջինը չի, բայց պետք է նաև նշենք, որ մեր խնդիրը միջոցառումներ կազմակերպելը չէ, մեր խնդիրը այն է, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր մարզի բնակիչները ապրեն բարիք ու իմաստով լավ ու հանգիստ։ Իսկ ինչ եք անելու դրա համար, որ լավ ապրեն ու հանգիստ։ Անելու ենք օրենքով սահմանված կարգով ամեն ինչ, ինչպես նշեցի, ունենալու ենք բազմաթիվ հանդիպումներ քաղաքացիների հետ, վերհանելու նաև իրենց մոտ առկա խնդիրները, նաև ունենք մենք մեր տեսլականը կոնկրետ օրինակ Գյումրի քաղաքի մասին, Շիրակի մարզի մասին, դա կարող է լինել, չգիտեմ, տուրիզմի զարգացման գծով նոր աշխատանքներ ստեղծել։ Տեսեք, մարդը երբ է լավ ապրելու, երբ պետական ապարատը իր գործառույթը ամբողջովին եւ ճիշտ անում է, իշա ժողովրդի, իշա Հայաստանի Հանրապետության, իսկ մեզ մնում է ներդրողներ ներգրավել, հավելյալ գործիքներ օգտագործելով լինել մեր արտադրության կողմից։ Իսկ ինչպես եք ներդրող բերելու Գյումրի։ Տեսեք, ինչպես եք ներդրող բերելուն, փորձելու ենք հնարավորինս բարձրացված մեխանիզմով կամ իրենց օգնելով իրավաբանության մեջ, այլ հարցերի մեջ, այստեղ նաև շատ ամենակարևոր մասը ինչու՞մն է, մենք որ շփվում ենք քաղաքացիների հետ, շփումների արդյունքում նաև բարձրացնում ենք, թե իրենք ինչի կարիք ունեն, իսկ երբ որ դու հասկանում ես արդեն բիզնեսի կողմից, ու հասկանում ես, թե ինչի կարիք ունի ժողովուրդը, այսինքն ինչը փոխելու տեղում, ինչը լավ կլինի, այդ ժամանակ շատ ավելի հեշտ կլինի թիրախային ներդրողներ ներգրավել։ Իսկ հասցրել եք ծանոթանալ եւ այսպես ասած գույքագրել խնդիրները։ Որոշակի հանդիպումներ արդեն անձամբ ես ու նաև մեր թիմը արել ենք, բայց քանի որ ինչպես գիտեք, գյուղացիները հասցրել գրասենյակի պատրաստման աշխատանքները երեքով վերջացրել ենք, այն հաշվարկով, որ այսօր լինի բացումը, երկուշաբթի օրվանից արդեն ամբողջովին բաց շփվելու ենք, հասկանանք, ներգրավենք մեր այսպես ասեմ, կամավորական շարժման ոչ քաղաքական անդամներին ու փորձենք արդեն առաջ գնալ։ Համագործակցություններում հետ որովհետև գույքագրվի, իսկ դրանք շատ են հայտնի շրջաններին, ամեն դեպքում ձեր գույքման տարբերակները ուր են կանգնում մեր համագործակցությունները։ Տեսեք, համագործակցության մասով
ինչպես մենք մեր քաղաքապետարանի ավականոնիստին տեսանք, որ նա քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում համագործակցությունը ոչ տոնը լինի, իմ անձնական կարծիքով այդքան էլ ճիշտ չէր, որովհետև ես չտեսա այն բուրըն ցանկությունը, բուրըն ուրախությունը քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների կողմից, երբ որ իմացան, որ Աշխարհի բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է համերգը։ Իմ անձնական կարծիքով դա ճիշտ չի, դա սխալ է, ասեմ ավելի, դա որովհետև տեսեք, իրենք էին խոսում այն մասին, որ քաղաքի տոնը պետք է լինի, բայց բացվեց ունենք բարերարժ, որ պատրաստ է անել ամբողջ տոնակատարությունը ու մարդիկ էլի դժգոհ են։ Մենք հույս ունենք, որ այդ ծև սպիտակ բաժանումը վերանալու է, ամեն ինչ անելու ենք, որ համերաշխություն լինի բոլորիս մեջ, որովհետև եթե չլինի այդ համերաշխությունը, չլինի ընդհանուր ցանկությունը քաղաքը Հայաստանի Հանրապետությունից զարգացնելու, կարծում եմ, որ մեկի մոտ որևէ բան չի ստացվելու։ Իսկ ՀՊ-ի հետ տեսնում եք համագործակցություն։ Տեսեք, մենք կարևոր թեմայից չշեղվենք, մենք անոր կամավորական շարժում ենք, այսինքն կուսակցությունների հետ շփումին կլինելու անհատներ, այսինքն ոչ թե կուսակցությունից դիման պետք է լինի ՀՊ-ի անհատներ, պետք է լինի կոմունիստական կուսակցություն, այլ ցանկացած մարդիկ, մենք բոլորի հետ բաց ենք, պատրաստ ենք աշխատելու, որովհետև ելի ենք կրկնում, մենք ամեն ինչ անում ենք քաղաքի համար, մարզի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Շարժումը առաջ կա։ Մեր համաժողովը վստահ եմ խոսի վերջին տեսել եք, այնտեղ այդ հարցի պատասխանը ոչ մեկի հանդեպ առավելություն է ունենալու, բոլոր հավասար հնարավորներ, այսինքն աշխատելու են քաղաքի համար, քաղաքի մարզի համար։ Շատ է լինելու, մեր համակարգողը ել է նստելու, նայում ենք սպասասարան, ամբողջ հեռուստակիցով